Հայաստան ԵՄ գագաթնաժողովը առաջին անգամ է, որ այն տեղի է ունենում եւ տեղի ունենում Երևան քաղաքում։ Ես կարծում եմ շատ կարեւոր էր, որ մեր համար մեր օրակարգը առաջ մղեինք։ Մենք 2017 թվականին Եվրոպական միության հետ ստորագրել ենք ՍԵՊԱ-ի համաձայնագիրը։ ՍԵՊԱ-ի համաձայնագրով Հայաստանը ունի մեծ տնային աշխատանք կատարելու, որի արդյունքում մենք թե վիզայի ազատականացում կարող ենք ստանալ, թե նաև բարեփոխումների համար աջակցություն։ Ես գիտեմ, որ վերջին 5-6 տարիների ընթացքում ՍԵՊԱ-ի ամբողջ այդ process-ը, իմպլեմենտացիան Հայաստանը ձախողել է։ Հիմա Եվրոպական միությունը Հայաստանի նկատմամբ նշանակել է խորհրդատուների, որ աջակցեն Հայաստանին, որ Հայաստանը կարողանա այդ վիզայի ազատականացման բարեփոխումներից սկսած մինչև մնացած ինստիտուցիոնալ բարեփոխումները իրականացնել, որովհետև մենք մեր տնային աշխատանքը չենք կատարել։ Հետևաբար մեր օրակարգը, մեր բարեփոխումների Հայաստանին աջակցության օրակարգն էր։ Բայց պետք է հաշվի առնենք, որ քաղաքական համայնքի սամիտը նվիրված էր երկու կարևոր հարցերի՝ աջակցություն Ուկրաինային եւ մյուս կարևոր հարցը, որ Միացյալ Նահանգները իր զորքերը դուրս է բերում Եվրոպայից, մասնավորապես սկսել է Գերմանիայից դուրս բերելու վերաբերյալ process։ Եվ Եվրոմիության լիդերները այս երկու հարցերով էին խոսում, այսինքն Հայաստանի ներքին օրակարգի Հայաստանում եղած process-ների մասին Հայաստան ԵՄ գագաթնաժողովում պետք է քննարկումներ լինեին եւ այդտեղ պետք է լիներ կոնկրետ ֆինանսական աջակցության մասով, բարեփոխումների աջակցության մասով եւ նաեւ դե բնական է, որ այն այս նախընտրական փուլում կարելի է օրինակ անել մի քանի ամիս առաջ կամ կարելի է անել մի քանի ամիս հետո, այս նախընտրական փուլում բնականաբար այն նաև ծառայեցվելու է, օգտագործվելու է իշխանությունների կողմից։ Այդ տնային աշխատանքը ձախողելու մասով ի՞նչն է պատճառը, որ ձախողեցինք, հա, ինչ չարեցինք, ինչ պետք է անեինք, ի՞նչն է խնդիրը։ Տեսեք, բավարար կոմպետենցիաներ չկան եւ կառավարման անարդյունավետ process-ի արդյունք է։ Այսինքն տեսեք, այդ ռեֆորմները մենք վաղուց արդեն պետք է արած լինեինք։ Բայց մեր կառավարությունը, մեր նախարարությունները, մեր խորհրդարանը քաղաքական կամք չունեն ռեֆորմները անելու եւ դեպքեր կան, եթե քաղաքական կամք ունեն, ապա ռեսուրսներ չունեն, մարդիկ չունեն, ճիշտ մարդիկ ճիշտ տեղերում չեն։ Այսինքն մարդիկ են ինչ-որ տեղերում, որոնք որ պետք է այդ ռեֆորմներով զբաղվեն, որոնք այդ ռեֆորմներից ոչ մի բան չեն հասկանում։ Եվ հետեւաբար այդ օրակարգը համարվում է ձախողված եւ ԵՄ-ն հիմա պետք է աջակցի մեզ, որ կարողանանք այդ օրակարգը առաջ մղել։ Օրինակ վիզայի ազատականացման մասով որ մարդկանց այդքան շատ է հուզում, դրա համար եմ դրա վրա շեշտադրում անում, մոտարապես 4 տարվա դեռ գործ ունենք անել։ Այսինքն որ հիմա ասում են մենք էս 4 տարվա դեռ գործ կա անելու, դա լավագույն դեպքում։ Այսինքն 2028-ից դեռ այն կողմ ժամկետներ կան, process-ներ կան, որ պետք է իրականացվեն, էլի։ Կամքի մասով պարբերաբար հայտարարում է իշխանությունը, որ իրենց ուղղությունը դեպի Եվրոպայա ցույց են տալիս համենայն դեպս իրենց բացահայտ խոսքում։ Այսօք քաղաքական կամքի բացակայությունը կա այս իշխանության մոտ։ Իշխանությունը փորձում է խաղալ եւ փորձում է նստել երկու աթոռի վրա, որը իրականում հնարավոր չէ, եւ այդ խաղը ավելի շատ ներքաղաքական նշանակություն ունի, քան արտաքին քաղաքական, որովհետև ներքաղաքական կյանքում իրենք գիտեն, որ ժողովրդի միստվար զանգված ցանկանում է Հայաստանի մերձեցումը Եվրոպական միության հետ։ Եվ իրենք փորձում են այդ հատվածի ձայները վերցնել։ Այսինքն իրենց գործընկեր քաղաքական ուժեր կան, որոնք լոբինգ են անում իբր թե եվրոպական ինտեգրացիա եւ այլն, այս ուժերի ձայները իշխանությունները հիմա սրբելու են, տանեն, այս ուժերը մնալու են ուղղակի ձեռնունային, որտեղ այն օրակարգը, որ իրենք լոբինգ են արել, իշխանությունը վերցրել է այդ օրակարգը։ Հայաստան ԱՄՆ օրակարգ են լոբինգ արել, իշխանությունը վերցրել է այդ օրակարգը, ասում է ես եմ դա անում։ Հայաստան ԵՄ օրակարգ են լոբինգ արել, վերցրել է, ասում է դա էլ եմ ես անում։ Այդ ուժերը մնացել են ձեռնունային հիմա։ Որտեղ ընտրողը նայում է, չէ՞, վերջին հաշվով ով է դրա անողը։ Անողը ով է, դրա մասին խոսացողը ով է։ Եվ եթե մեկ նախադասությամբ ամփոփենք այս երկու գագաթնաժողովները, որոնք անցկացվեցին Հայաստանում, ինչ ունենք Հայաստանը, հայ ժողովուրդը ինչ ստացավ արդյունքում։ Գիտեք, մենք մի ժողովուրդ ենք, որ սիրում ենք տարբեր ազգերի լիդերներին զուտ մեր մասին դրական խոսելու իմաստով։ Մենք գործերով չենք նայում ոչ մի բան եւ ականջներով ենք սիրում մեր մասին ասված որևէ բան։ Տվեց այն, որ Հայաստանը Երևանը եղավ ուշադրության կենտրոնում
բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում պետք է զգույշ լինել եւ ամեն ինչ անել, որ Հայաստանը այս համաշխարհային հակամարտության պայմաններում չդառնա որևէ կերպ գործիք, պլազդարմ, այստեղից տարբեր երկրների հոխորտանքներ տալու համատեքստում։ Դե դուք լավ գիտեք, որ հիմա միջազգային հանրությունը նաև լարված զբաղվում է Իրանի դեմ իրականացվող պատերազմի նաև ճգնաժամով, հա, Հորմուզի նեղուցի փակման պայմանների մասին է սա։ Եվ դրան գումարած նաև ռուս-ուկրաինական պատերազմը։ Այսինքն այս երկու մասով էլ Հայաստանը չպիտի որևէ կերպ դառնա կողմ կամ տարածք, որտեղ այս հարցերը քննարկվում են։ Հայաստանը ես կարծում եմ կարող է ամբիցիա դրսևորել, օրինակ Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների մասով, ասի որ ես պատրաստ եմ ընդունել այդ բանակցությունները Երևանում որպես նեյտրալ կողմ։ Նման ամբիցիա օրինակ արժեր որ Հայաստանը ցույց տալ, բայց մեր իշխանությունները տեսլական չունեն, ամբիցիա չունեն, ոչ մի բան չունեն։ Ուտել խմելու համերգների բանի մասին է մեր քաղաքականությունը։